Ժողովրդավարական երկրներում նման հարցերի պատասխանը տալիս է ժողովուրդը ընտրությունների ժամանակ։ Եթե ընտրությունների 2026 թվականին կլինեն ընտրություններին, ժողովուրդը կտա ձեր հարցի պատասխանը։ Դուք կարծում եք մինչ այդ ժողովրդին չի հաջողվի համախմբել ընդդիմադիր դաշտին ձեզ հեռացնելու օրակարգի շուրջ։ Ոչ, իհարկե չի հաջողվի, որովհետև ժողովուրդը մեղմ ասած լավ կարծիք չունի ձեր նշած անձի մասին, օրինակ։ Եվ կրկին այդ հարցի պատասխանը 2026 թվականին կստանանք բոլորը։ Պարոն Ռուբինյան, Նիկոլ Փաշինյանի մասին ինչ կարծիք ունի ժողովուրդը։ Արցախի Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը պետք է շարունակի մնալ իշխանության այդ քաղաքական օրակարգում։ Արդյոք սրանով իրենք նաև չեն լեգիտիմացնում Ադրբեջանից հնչող գրակոչները ու նույն մեղադրանքները, որ Ադրբեջանը ուղղում է Հայաստանին։ Ադրբեջանից հնչող գրակոչները ոչ մի լեգիտիմացման շանս չունեն ընդհանրապես, որովհետև ուժի գործադրումը ընդհանրապես ընդունելի բան չէ որևէ հանգամանքում։ Իսկ այս մասով այս բարակայայս ընթացքում, որ Հայաստան գնում է խաղաղության, իրենք հայտարարում են, որ էջը փակված չէ, պետք է շարունակել բանակցային օրակարգում բայել։ Դա ինչ ազդեցություն։ Ես այլ կոնտեքստում ասեմ, ընդհանրապես մեր ընդդիմությունը եւ առաջին հերթին նախկին այսպես կոչված նախագահների կողմից ղեկավարվող ընդդիմությունը ամեն ինչ արել է եւ շարունակում է անել ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության, Հայաստանի անվտանգության, Հայաստանի ժողովրդավարության։ Ռուբինյան, Սերժ Սարգսյանը պատկերավոր համեմատություն արեց, ասաց, որ ժողովուրդը նախիրի մեջի էշի ճակատն է պատճել, ինչպես կարող է արձագանքել։ Դե իհարկե գայթակղությունը մեծ է էշի հետ կապված այլ պատկերավոր համեմատություններ անելու, մասնարապես երբ որ մարդիկ անիմաստ խոսում են, ժողովուրդը դա գիտեք ոնց է անվանում, բայց ես չեմ իջնի այդ դաշտ, իսկ ընդհանրապես կներեք էլի, բայց ես Սերժ Սարգսյանին պատասխանեմ 2018 թվականի ապրիլի 13-ին Սերժ Սարգսյանին ցիտելով։ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի։ Բայց հիմա էլ ասում է 2018-ին իշխանազատում է եղել։ Դե հետևաբար ժողովրդի ասած այն էշեշ խոսալու պահն է, էլի։ Իշխանազատում չի եղել։ Հարգելի գործընկերներ, եկեք մի հատ փաստերը դնենք իրար կողք, էլի։ 2023 թվականին Սերժ Սարգսյանը ասում է, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, ես սխալվեցի, տալիս է հրաժարական։ Հետո հանրապետական խմբակցության անդամները, դաշնակցության խմբակցության անդամները, այդ թվում քվեարկում են Նիկոլ Փաշինյանին որպես վարչապետ։ Հիմա եթե իշխանազավթում եղել է, նշանակում է Սերժ Սարգսյանը մասնակցել է այդ իշխանազավթմանը։ Բայց ներողություն, ես դրան էլ կանրադառնամ։ Եթե դրսերից այլ ուժեր են արել, ուրեմն ինքը ավելին Սերժ Սարգսյանի հանրապետական կուսակցությունը մասնակցել են դրսից իրականացված հեղաշրջմանը ստացվում։ Չէ, ասում է իրենց է պարտվել։ Իրենց է։ Հարգելի գործընկերներ, կրկին հարց եմ տալիս, այսինքն ինքը կապիտուլյանտ անձնավորություն է, որ ինքը թույլ է տվել, որ երկրի դրսից հեղաշրջում իրագործվի, այդ դեպքում ուրեմն ինքը ընդհանրապես քաղաքացիության մեջ գործ չունի։ Իսկ իրականությունը հետևյալն է. ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ իրենց կողքը ֆրֆռացող տարատեսակ դեմքեր, այդպես էլ չհասկացան, որ ժողովուրդը չի կարող մի խմբակից իշխանազավթում իրականացնել, որովհետև ժողովուրդն է իշխանության տերը։ Այդ իրենց խմբակն է 20 տարի շարունակ իշխանազավթում իրականացել ամեն անգամ ընտրություն կեղծելով եւ մնացած բոլոր հանգամանքներով։ Ժողովուրդը չի կարող իրականացնել իշխանազավթում։ Եթե իրենք նկատի ունեն, որ իշխանությունը ԻԾՆ պատկանում է աստվածային պարգև Սերժ Սարգսյանի եւ ժողովուրդը հանդգնեց զավթել այդ աստվածային շնորհ իշխանությունը Սերժ Սարգսյանից, այդ դեպքում գուցե տրամաբանություն կա իրենց ասացի մեջ, բայց ուրեմն թող իրենց հայտարեն մոնարխիստ, հայտարեն, որ Սերժ Սարգսյանը պետք է լինի Հայաստանի մոնարխը եւ ժողովուրդը հանդգնաբար զավթեց իշխանությունը իրեն։ Սերժ Սարգսյանը ճիշտ է, որ ասում էր ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք, պատասխանատու եք նրա համար ում ճակատը համբուրել է։ Բացարձակ չհասկացա ձեր հարցը ընդհանրապես ինչի մասն էր ձեր հերթական անիմաստ հարցերից մեկը։ Բայց ինչ է գնահատական տալիս։ Լավ եմ անում։ Լավ եմ անում։ Դա ժողովրդավարական արժեքներից է բխում։ Միանշանակ։
Լրագրողին թիրախավոր։ Ես չեմ թիրախավորում, ես գնահատում եմ հարց։ Այո, եւ լավ եմ անում։ Այլ հարցեր։ Մի բանը մեջ բերեմ, ասում է 7 տարի անց Բայց դուք մեր խոսացածը գնահատում եք։ Մյուս եմ ասում։ Շատ տարբեր տեղեր։ Լավ, ես հիմա չեմ ուզում ձեր բանավեճի մեջ։ Ես մեջբերում եմ Սերսակյանն ասում է 7 տարի անց այդ տխրարչակ իրադարձությունների փողոցում ամեն երկրորդ անցորդը անիծում ու հայում է այս կապիտուլյանտ իշխանություններին։ Եվ կրկին ես կարիք չունեմ սրան պատասխանելու 2026 թվականին կլինեն հերթական ազգային ժողովի ընտրությունները, ինքը եւ իր խմբակը եւ իրենց խմբակները իրենց դիրքորոշումը կհայտնեն, մենք մեր դիրքորոշումը կհայտնենք, ժողովուրդը կգնահատի։ Ով էր կապիտուլյանտը, ով ու մեշին էր պաչել, ով էր էշը, ով էր ավանակ։